Մոլորակը նաև անվանում են կապույտ մոլորակ։ Ապրիլի 30-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանության բաժնի աշխատակիցները երկիր մոլորակին նվիրված միջոցառումների շրջանակում այցելեցին Նորաշենիքի եւ Աճանանի դպրոցներ, պատմեցին, նկարագրեցին ու ցույց տվեցին, թե որքան վտանգավոր է բնության աղտոտումը։ Այսօրվա դասընթացից մենք հասկացանք, ինչու չպետք է շատ օգտագործել պլաստիկ, որովհետև պլաստիկը շատ տարիներ կարող է մնալ հողի մեջ եւ աղտոտել մեր բնությունը։ Ես չեմ թողնում, որ իմ ընկերները գետին աղբ գցեն, եւ ես որ տեսնում եմ գետին աղբ, ես վերցնում եմ եւ նետում եմ աղբակը։ Ես կարծում եմ, որ նմանատիպ դասընթացները շատ կարևոր են, քանի որ ցանկացած մարդ պետք է հենց ինքը հիշի կամ եթե անգամ նա գիտի, պետք է ամեն քայլափոխի մարդկանց հիշեցնի, որպեսզի նրանք չաղտոտեն մեր բնությունը։ Ես մտածում եմ, որ մեր սերունդը ավելի գիտակից է։ Ես օրինակ շատ եմ տեսնում, որ մեծ մարդիկ փողոցով քայլելուց իրենց ծխախոտի մնացորդները նետում են ցած։ Բնապահպանները որոշել էին ապրիլի վերջին 10-օրյակն անցկացնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ազդակիր բնակավայրերի դպրոցներ այցելելով ու աշակերտների շրջանում բնության պահպանման կարևորության մասին տեղեկատվության տարածմամբ։ Այսօր ամփոփելով ակցիան նշում են ամեն ինչ սպասվածից լավ անցավ։ Այս մի թեմայի շրջանակում այցելել ենք 11 դպրոց, իրազեկել ենք մոտ 300-400 երեխաների եւ դպրոցի մնացած անձնակազմին։ Առաջին անգամ էր այս մասշտաբի եւ այս ձևաչափով, բայց վաղուց ենք պլանավորել, զուտ վերջապես հնարավոր եղավ կազմակերպել։ Շատ շնորհակալություն բոլոր համագործակցողներին, այսինքն թե դպրոցի տնօրեններին, թե մարզպետարանի դպրոցների գծով աշխատակազմին, որտեղ բոլորը աջակցել են, բոլորը իրենց աշխատանքը շատ լավարել են, որպեսզի կարողանանք այս իրազեկումը կազմակերպել։ Հանքարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչները եղան Արծվանիկի, Սյունիքի, Լեռնաձորի, Անդոկավանի, Ձագիկավանի, Գեղիի, Բաբիկավանի, Եղեգի, Կապանի թիվ 1 հիմնական Նորաշենիքի ու Աճանանի դպրոցներում։ Դասընթացի կենտրոնում երկիր մոլորակի պահպանություններ, սահիկաշարերին գեղեցիկ նկարներ, ընտրված մեթոդը ինտերակտիվ։ Մասնակից երեխաների մեջ քիչ չէին պատանի բնապահպանները։ Ինքս փորձում եմ բնությունը պահպանելը դարձնել սովորություն եւ օրինակ լվացվելուց ջուրը փակում եմ, որպեսզի չծախսեմ ուղակի ջուրը, հետո հոսանքը անջատում եմ, եթե ինձ հարկավոր չէ իհարկե, աղբն եմ տեսակովորում։ Ես շատ եմ մասնակցել տարբեր կամավորական խմբակներին, օրինակ մենք զբաղվել ենք Սևանի ափերը մաքրելով, մենք զբաղվել ենք Երևանի փողոցները մաքրելով այդ կամավորական խմբակների ժամանակ, ու իմ համար չգիտեմ, դա էլ է նաեւ շատ կարեւոր, եթե մեր տարիքի երեխաները կարողանան այդ տենց խմբակների մեջ ունենան իրենց փոքրիկ դրույքը եւ կարողանան նենց անեն, որ մեր երկիրը մաքուր լինի։ Իսկ քո կարծիքով նման տեղեկատվական արշավները պետք է։ Կարծիքով պարտադիր են, որովհետեւ ոչ բոլորն են տեղեկացված այս ամեն ինչի մասին, ոչ բոլորն են տեղեկացված, թե գլոբալ ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը աղտոտվածության առումով եւ այդ ամեն ինչով ինֆորմացնել երեխաներին ինձ թվում է պարտադիր է նույնիսկ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանության բաժնի աշխատակիցներն անկեղծանում են, 10 օր ապրել են փոքրիկներից ստացած տպավորություններով։ Գյուղերը մեկը մյուսից հեռու էին, բայց չեն հոգնել։ Տպավորությունները երեխաների մոտ շատ լավն են, մեզ մոտ եւս երեխաները բավականին հետաքրքրված են, ասեմ ավելին, որ բավականին նաեւ տեղեկացված են, այսինքն շատ հարցերի շուրջ իրենք եւս իրենց տեսակետն են հայտնում, ունենում են հարցեր, բավականին ակտիվ եւ աշխուժ անցավ, չգիտեմ, մեզ շատ դուր եկավ եւ ցանկություն առաջացավ էլի այցելել իրենց այլ բնապահպանական տոների շրջանակներում։ Ազդակիր բնակավայրերի դպրոցների ուսուցիչները նախաձեռնությունը կարևորում էին, բնապահպաններին դիմավորում սիրով, աջակցում ինչով կարող էին։
Շատ կարևոր է, որ հենց Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերության ներկայացուցիչներն են այսօր այստեղ եւ դասընթաց են անցկացնում մեր աշակերտների հետ։ Դրանից իսկ աշակերտները կհասկանան, դասեր կքաղեն, որ նման խոշոր հանքարդյունաբերական ընկերությունը զբաղվում է եւ ամենաշատն է զբաղվում բնապահպանական հարցերով։ Ակցիայից արձագանքները շատ են, բազմաթիվ են նաև հրավերները։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից խոստանում են, այս արշավի ավարտը նորերի սկիզբն է։ Հաջորդ տարի կկազմակերպենք միջոցառում ծրագրեր, որ այն գիտելիքը, որ մենք ունենք եւ փոխանցել ենք դպրոցներին, երեխաներին եւ այդ ամեն ինչը, որը իրանցից ենք ստացել, որտեղ այնտեղ հարցեր կային, որ մեր համար շատ անսպասելի էին, մենք դրանց վրա սովորեցինք նաեւ ինչ տեսակ տեղեկատվության պետք է պատրաստենք, ինչ տեսակ տեղեկատվություն է երեխաներին հետաքրքիր ու բավականաչափ զարմանալ էր, չենք սպասում նման հարցեր, բայց ուրախալի է, որ երեխաների մոտ մոտիվացիան կա, իրանց հետաքրքիր է, իրանք ուզում են շարունակական լինի։ Այս տարվա բոլոր այցերի ամփոփումից հետո կհասկանանք ինչ տեսակ միջոցառումներ անենք։ Կրթօջախները, հայատար գլոբուսներ, մասնակից երեխաները կտորե տոպրակներ ստացան, որին ի պատասխան խոստում տրվեց հնարավորինս պակասեցնել պլաստիկի օգտագործումը։